there'd be no Judaism. Հակահրեականությունը քաղցկեղի պես տարածվում է աշխարհում։ Իսրայելի վարչապետն է պնդում։ There'd be no Huckabees. Մեղադրելով աշխարհի առաջնորդներին լռելու, հանդուրժելու համար։ 15 հրեաների ողբերգական մահն է ցնցել Նեթանյահուին։ Կիրակի Սիդնեյի Բոնդի լողափում հրեական միջոցառման ժամանակ նրանք սպանվեցին։ Արյունալի տոնակատարությունից 3 օր անց Իսրայելի վարչապետը հորդորում է արևմտյան երկրներին պաշտպանել հրեական համայնքները։ אני דורש Կոչ եմ անում արևմտյան կառավարություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակասեմիտիզմի դեմ պայքարելու եւ ամբողջ աշխարհում հրեական համայնքների համար անվտանգություն ու պաշտպանություն ապահովելու։ וכדאי שיקשיבו לאזהרות שלנו. Մեր նախազգուշացումներին ուշադրություն դարձնելը խելամիտ կլինի։ Ես պահանջում եմ հիմա գործողություններ ձեռնարկել։ Բոնդի ողբերգությունից հետո ոտքի են կանգնել տարբեր երկրներում ապրող հրեաները։ Նրանք պահանջում են պետությունների կառավարություններից գործողություններ ձեռնարկել, դադարեցնելու իրենց նկատմամբ պատելության խոսքը։ Ավստրալիայի կառավարությանն են մեղադրում Սիդնեյի արյունահեղության համար։ Ավստրալիայի կառավարությունը թույլ է։ Ամեն շաբաթվա վերջին իսլամիզմի խորհրդանիշները հայտնվում են երկրի բոլոր քաղաքներում երթերի ժամանակ։ Կառավարությունը թույլ է տվել, որ սա սովորական դառնա։ Կարծում եմ, սա ողբերգություն է։ Ժամանակն է, որ մեր ղեկավարությունն արթնանա։ Իսլամական ահաբեկչական չար ուժերի դեմ պայքարելու կոչ է արել նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Բոլոր ազգերը պետք է միասին պայքարեն արմատական իսլամական ահաբեկչության չար ուժերի դեմ, եւ մենք դա անում ենք։ Թրամփը խոստացել է, որքան էլ ավելանան ճնշումները հրեաների վրա, Միացյալ Նահանգները միշտ լինելու է Իսրայելի ժողովրդի ընկերն ու պաշտպանը։ Որպես Միացյալ Նահանգների նախագահ ես միշտ աջակցելու եմ հրեա ամերիկացիներին, միշտ լինելու եմ հրեա ժողովրդի ընկերն ու պաշտպանը։ 10, 12, 15 տարի առաջ Վաշինգտոնում ամենաուժեղ լոբին հրեականն էր։ Հիմա այդպես չէ, պետք է շատ զգուշ լինեք։ Շատ մարդիկ կան, որոնք չեն ուզում օգնել Իսրայելին։ Կոնգրեսում էլ Իսրայելին չսիրող շատ մարդիկ կան։ Եթե դուք 15 տարի առաջ այդպիսի բան ասեիք, կասեի հնարավոր չէ, բայց սա տեղի է ունենում, եւ ակնհայտ է, որ իրավիճակն աստիճանաբար վատանում է։ Իրավիճակն արդեն վատ է։ Նյու Յորքում գործող ADL միջազգային կազմակերպությունը, որ ստեղծվել է հակահրեականության, մոլեռանդության եւ խտրականության դեմ պայքարի համար, հարցում է արել 103 երկրներում, պարզելու հրեաների հանդեպ վերաբերմունքը։ Ըստ արդյունքների, աշխարհի չափահաս բնակչության շուրջ կեսը, 46%-ը խորապես արմատացած հակահրեական վերաբերմունք ունի։ Նույն կազմակերպության 10 տարի առաջվա հարցման տվյալներով այդ թիվը կրկնակի աճել է։ Հրեաներին ըստ հարցումների ամենաշատը չեն ընդունում Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայում, Քուվեյթում եւ Ինդոնեզիայում։ Հակահրեականության ամենացածր տոկոսն արձանագրվել է Շվեդիայում, Նորվեգիայում, Կանադայում ու Նիդերլանդներում։ Մերձավոր արևելքն ուսումնասիրող շատ փորձագետներ համոզված են, որ աշխարհում հակահրեականությունը տարածվում է Իսրայել-Պաղեստին պատերազմի պատճառով։ 2 տարվա ընթացքում ամբողջ աշխարհի աչքի առաջ հրթիռներից, ռումբերից սպանվեց ավելի քան 70,000 մարդ։ Մեծ մասը կանայք ու երեխաներ։ Ամիսներ շարունակ Իսրայելը փակ էր պահում մարդասիրական մուտքերը Գազա։ Սոված երեխաների, փլատակներում մանկահասակ երեխաներին փնտրող ծնողների կադրերը համացանցում այսօր էլ ակտիվ տարածվում են։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։